2026 թվականին Շիրակի մարզում գյուղատնտեսական ակնկալիքները մեծ են ֆերմերների խոսքով ձիանառատեղումները հատկապես դրական ազդեցություն կարող են ունենալ աշնանացանի պարագայում։ 2026 թվականի տարեսկզբին Շիրակի մարզում եւս գրանցվեցին ձիանառատեղումներ։ Շիրակի մարզպետի աշխատակազմից է մեծ փոխանցում, որ նման քանակի տեղումներ վերջին 10 տարիներին չեն գրանցվել։ Նախքան ծունը գալ ասենք ցանցասույթը ուժը մարզների դեպքում ինքս Որակած երգվի ելիշ եմ էտ 5-10%, 10-20%։ Տարիներ շարունակ ձյան պակասից և երաշտից տուժած Շիրակի գյուղատնտեսներն այս ձմեռը դիմավորում են երկակի զգացումով։ Մի կողմից խիստ ցուրտ եղանակ, մյուս կողմից երկար տարիներից հետո առատ տեղումներ։ Ֆերմերների համոզմամբ ձյունը ոչ միայն խոնավության աղբյուր է, այլև բնական պաշտպանիչ շերտ, հատկապես աշնանացան մշակաբույսերի համար։ Տարին բայրը բացել, լավ հարմար է ծորենի մար, ժամանալին ձուն է գավ։ Ազատանցի Դեմո Ազատյանը բերքի համեմատաբար բարձր ակնկալիք ունի մոտ 5 տոննա 1 հեկտարից։ Ակտիվ տեղումները և կայուն ձյան ծածկը գյուղատնտեսության համար հիմնականում դրական գործոն են, ինչպես աշնանացանի համար, այնպես էլ ջրամբարների լցվածության։ Ձյան առատ ինտենսիվ տեղումները շատ նպաստավոր են գյուղատնտեսության համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գետերի հոսքերի 30-ից 60% առաջանում է ձնհալոցներից եւ Պարագայում մարզի բոլոր ջրամբարներում անհրաժեշտ քանակի ջուր կուտակելու համար շատ կարևոր է ձյան առատ տեղումներ, առատ ծածկ ունենալը։ Այս տարի Շիրակի մարզում արձանագրվել է աշնանացան ցորենի զգալի աճ։ Եթե նախորդ տարում ցորենի աշնանացան տարածքները կազմում էին շուրջ 11100 հեկտար, ապա այս տարի արդեն իրականացվել է մոտ 19400 հեկտար աշնանացան։ Աճն էլ պայմանավորված է պետական օժանդակության ծրագրով, բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում 1 հեկտար հավաստագրված սերմով ցանկ իրականացնող տնտեսվարողներին տրամադրվում է ծախսերի մասնակի փոխհատուցում 80,000 դրամի չափ։ Հաշվի առնելով, որ Աշոտսկում ջերմաստիճանը հասել է մինչև -37 աստիճանի, իսկ ձյան շերտի բարձրությունը 50-ից 60 սանտիմետրի, կարելի է արձանագրել, որ հենց այդ ձյան շերտն է փրկել բերքը ցրտահարությունից։ Ձյան առկայությունը ցրտահարությունն է կանխել, նաև պետք է նշեմ, որ վնասատուների դեմ պայքարի լավագույն բնական միջոցներից մեկն է։ Եթե նայենք մենք 23-24 թվականներին ունենք մնանման կրծողներով վարակվածության դեպքեր, որոնք որ հիմնականում կլիմայական փոփոխություններով էին, ձյան տեղումները քիչ էին, ջերմաստիճանն էլ բարձր էր, որոնք նպաստավոր էին վնասատուների բազմացման համար։ Թե ինչ անակնկալներ կմատուցի գյուղատնտեսական այս տարին կերևա վարուցանքի սեզոնին։ 2025-ին կարկուտ, երաշտ, բերքի կորուստ, ինչ ասես չտեսավ գյուղացին։ Այս հանգամանքին էլ գումարվում է մեկ այլ մտահոգություն, այն է բերքի իրացումը։ Ամեն մարդ այնպես չէ, հնարավորություն ունի պայեսնավորելու կամ սպասելու։ Հետո սպասելու դեպքում էլ էլի ահագին կորուստ կունենաս։ Գոլոշացում է, ինքն բնական կորուստը կերնի, հետո հետո կփչանա լույսի էներգիայով լիցախսես։ Նշենք նաև, որ 2024-ից 2025 թվականներին Շիրակի մարզում տեղացած կարկուտի վնասի փոխհատուցման գումարների տրամադրման գործընթացը մեկնարկել էր նախորդ տարվա վերջից և շարունակվում է մինչ օրս։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։